Երեք ներկայացրել էինք հոլովակ այն մասին, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը շտապում է նկարահանման տաղավար եւ նշում է, որ նորություն ունի։ Այս նորությունը դերասանուհին կապում էր իր ստեղծագործական գործունեության հետ, դե իսկ ավելի ուշ բլոգեր Մաշքարամյանը տեսանյութ է հրապարակել, ցույց տալով, որ Ռոզա Դավթյանի գրկում փոքրիկ է։ Նա հումորային ակնարկ է անում, նշելով, թե Ռոզա Դավթյանը թաքցրել է իր երեխային երկար ժամանակ։ Ներկայացնում ենք այս տեսանյութը ձեզ։ Այստեղ խառնենք այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ձնեց գաղտնի է պահել, իր երեխուն գաղտնի է պահել ձեզանից, այո, սիրիլ է քեզ, ուժս, հաճելի խառնենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է, ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից, շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ, так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես սիրուն սանց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասամ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավեր է ճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարան է այսօր գնացել, այս մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք, դուրս եկա ատամնաբուժարանից մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հասատ անմոտ շենքի մոտ մոտեցան նկարվելու, այնքան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժարանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժարանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում, հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում, լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7-ից հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Այն սանց կցել եմ, ինչ ես սարքում։ Սարքում եմ իրով։ Ինչով։ Սիրտդ ինչով որոզում։ Լավաշով։ Հումորով ու մեկ նման։ Մայրիկիս։ Այս զրզմփա զրզմփա ապարատը վերել է, որ պիրոջ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնամ գաղտնիքները։ Չէ։ Կարոքարության կամ եմ տենում, որ ձորք են։ Որ հարմ է մեջ։
Հետո 5 ձույ աստեղ լցրել։ Այդ կարակը լցնելու ես սրա մեջ։ Հետո կարակը ավելացրեցինք ինչին։ Խոսամա։ Ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասես։ Ձվին կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին։ Տեսակին, հետո ձետ ու կարակ։ Ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն ավելացնելու։ Ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է։ Քացախ տնձորի։ Մի րոպե, ինը սմետանի քացախ է։ Չէ, հիմա քացախ ենք ավելացնում։ Բայց ես ինչ է, սմետանու ինչ։ Սոդա։ Սոդա, բա մածուն։ Մի գտարել մածուն։ Ու հիմա է քացախ։ Վա։ Այդքան քացախոր լցրեցիր։ Մամ, հետո։ Ինչ ես պատրաստում։ Ասա։ Ասեմ, մամայի հետ ոնց ես խոսում, մամայի հետ։ Հիմա ես ես կծեմ մեջ։ Ասմա Մարիա քուրիկվա հետ։ Մամային է, մամա շուտ արա։ Այ։ Դե ասա հետո։ Ավելացրեց Սմետան մածուն Կալաբարացյան։ Всё, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր։ Իբր ինքն է սարքում, էլի սա ռեցեպտը ես ասեցի։ Հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին։ Ով ինչ կարա սարքում է։ Արդեն ուշ է։ Կարող ես խնձոր պետք է վերջում շարենք։ Ոչ։ Մամ, ես ինչ է։ Մամ, դե խոսա։ Մամ, ինչ ես։ Աղցան։ Այո։ Ինչով։ Սոցով։ Ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ։ Այո։ Լավ էլ պատրաստինի ցույց կտամ։ Մամ, ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Մարիայի հետ շատ սիրում թե։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։